Բարև ձեզ, եթերում թատրական օրագիրն է։ 3 մարտի 24-ին Կապանյան բեմում Երևանի կամերային թատրոնն էր իր ազնավուր անկրկնելի գեղեցիկ ներկայացմամբ։ Եվ արդեն եւ դիտել ենք ներկայացումը, կարող ենք բացել փակագծերը, բացել ճակերտները եւ արդեն բացած վիճակում զրուցել ներկայացման բեմադրող Դավիթ Աբրահամյանի եւ դերակատար Ներսես Մարկոսյանի հետ։ Շնորհակալություն, որ մեր տաղավարում եք։ Մենք ենք շնորհակալ։ Մենք ենք շնորհակալ։ Եվ այսպես ելի հյուրեր, 3 Կապանյան բեմում դուք փայլեցիք։ Հիմա կարող ենք մի 2 հարց տալ ու բացել փակագծերը ձեր կերպարի մասին։ Խոսենք մանրամասն, այո։ Կերպարի մասին ով չգիտի, Ազնավուրն է։ Իսկ Ազնավուրի կյանքի որ ժամանակահատվածի վրա եք ավելի կենտրոնացել։ Դա այսպես հետաքրքիր բան ասեմ, գլոբալ առումով մենք ներկայացման ամենասկզբից մինչև վերջը բերում ենք Ազնավուրի ծնվելու փաստից մինչև արդեն վերջին ամուսնություն, մահվանը չենք անդրադարձել, որովհետև բացարձակ պետք չէր անդրադառնալ մահվանը, մարդը միշտ կենթանի է, եթե նրա մասին հիշում են։ Ֆրանսիայի պոետները չեն։ Այո, ինչպես Էմանուել Մակրոնը ասաց, շատ գեղեցիկ ձևակերպում էր Ազնավուրի հոգեհանգստի արարողության ժամանակ, որ արվեց։ Ավելի շատ կենտրոնացել ենք այսպես, ոչ թե կոնկրետ իր կյանքի ինչ-որ ժամանակահատվածի վրա, այլ իր ներքին ապրումների եւ այդ ապրումների ֆոնին ինչպես է կարող հաղթահարել այդ դժվարությունները, ինչպես է այս ուրախ, չգիտեմ, օրինակ լեդոգիտաղ երգը երգելուց հետո խրազի շորած վայելելով հանդիսատեսի այդ ջերմ ընդունելությունը խոսում են բանի մասին, որ գիտեք, այս կյանքում ծափերն ու հիացմունքը չի, որ ինձ պետքա այն մարդը ում հետ ես պիտի կիսվեմ, ում հետ ես դուրս կգամ թատրոնից ու կասեմ, գիտես այսօր մի քիչ լավ չէր, մի քիչ ձայնս դողաց, այս կյանքի մութ կողմերն ենք փորձել բերել առաջի պլան, չէ, ճիշտ եմ ասում, եթե սխալվում եմ, ասա։ Չէ, շատ ճիշտ ես, ու մենք վերջում օրինակ շատ լավ նշում ենք, որ ընդգծում ենք, որ այստեղ կարևորը սերն է, հենց Ազնավուրը ամբողջ էությամբ սեր է, Ոնց այդպես էլ ավարտվում է ներկայացումը։ Դիվլամուղ, գեցե սերը։ Ամուսնանում են, հա, ուլաթորսելին ինքը տեսնում է, այդեղ շի երգն է գնում բան, ու շատ պոեզիա կար ներկայացման մեջ տղաներ, շատ նաև դրամա կար ներկայացման մեջ, բայց ինձ հետաքրքրում է մի հարց, Ազնավուրի բոլոր երգերը հոյակապ են, հիասքանչ են, երգերի ընտրությունը ոնց էր կատարվել։ Երգերի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ հնարավորինս փորձել ենք ամենապոպուլյար երգերը, որովհետև ինչ ուզում ենք անենք, հանդիսատեսին միշտ գալիս է ուզում է լսի այն երգերը, որն ինքն ուզում է լսի։ Շատ երգեր ունի Ազնավուրը, որ օրինակ հանդիսատեսին այդքան էլ հաճախ հանդիսատեսը չի լսել, բայց ֆանտաստիկ երգեր են դրանք։ Ցավոք եմ ասում, որ մենք այդ երգերից ոմանք չենք ներառել ներկայացման մեջ, բայց նաև կան երգերը, որոնք որ այդքան էլ հայտնի չեն, բայց մենք ասել ենք, չէ, անպայման պիտի այս երգը լինի, որովհետև դա Ազնավուրին բնորոշող ամենատիպիկ երգերից մեկն է։ Ուղղակի ուզում եք Ազնավուրին ներկայացնեիք, այս ներկայացումով, թե մարդկանց մեջ հույզեր արտնասնեիք ինչ, որովհետև ինչ եմ ես հարցը տալիս, որովհետև ներկայացումից հետո երբ որ դուրս եկանք, ինձ շատ ծանոթ մի մարդ ասեց, այ երկի տակ Մոսկվայում ինչեր է եղել։ Նոստալժիկ պահեր, այո, շատ են ապրում հանդիսատեսը, չգիտեմ, օրինակ ինձ շատ է դուր գալի ներկայացումը, կարելի է խաղալ։ Տեսեք, երբ որ դու պարզապես առանց եթե նկատել եք ներկայացումը դիտելու ընթացքում, այս ներկայացման մեջ ոչ մի դերասան չի փորձում ցույց տալ, թե տեսեք ես ինչ լավ դերասան եմ։ Այստեղ 3 դերակատար փորձում են մաքսիմալ ցույց տալ այն մարդուն, ում մասին, որ հանդիսատեսին բերել են այսօր այստեղ, Ազնավուրին են ուզում ցույց տալ։ Երբ որ դուք Ազնավուրի կյանքը ուղղակի ցույց եք տալիս, այդ յուրաքանչյուր հանդիսատես այդ կյանքից վերցնում է մի դրվագ, որն իրեն հոգեհարազատ է ու ապրում է եւ այդ էմոցիաները եւ ինչ որ մի բան իրեն տեսնում այդտեղ, ամենակարևորը դա է։ Հետաքրքիր է, որ մենք ապրում ենք, շատ պահեր կա, որ ինձ թվում է, ոնց ասած Ազնավուրը լինեմ ու ասում, այս ինչ է կատարում, պայտակ եթե ես վերադառնում, տեսնում ես բեմում ես, հանդիսատեսը դեմն ոնց ապեն դա։ Լինում է այդ ներշնչանքն է, որ բերում է նրան, որ մարդիկ գնահատում են, տեսնում են Ազնավուրի։ Հա, այո։ Արթուր ջան, մենք Դավիթին ներկայացրեցինք որպես բեմադրիչ, սակայն նա նույնպես բեմում էր։ Մի քիչ խոսենք ձեր կերպարից։ Տեսեք,
Ազնավուրը նախասեմ ինչի անհրաժեշտություն առաջացել, որ լինի երկու ազնավուր։ Նախ ես մեղք է, այդ բեռը տանելուց է։ Իրականում ներսից տիտանական աշխատանք է տանում, կարողանալ եւ խաղալ եւ երգել այդքան երգ, մոտ 15 երգ եւ ավել եւ ընտրված են բարդ երգեր, նոտաներ կան, որոնց երգելուց հետո որոշ երգիչները մի քանի օր չեն երգում, իսկ ներսեսը այս երգերը պարբերաբար ամիս առնվազն 4-5 անգամ երգում է։ Դժվարությունն է, որ երբ որ մի փոքր մրսած եմ լինում, այդ բարձր նոտաները չեմ կարողանում այլ կերպ եմ այսպես ներկայացնել։ Այստեղ հաղթում է արդեն արտիստական։ Այո։ Անհրաժեշտություն առաջացավ մեկ այդ տեսանկյունից, մյուս կողմից մենք Ազնավուրին գիտենք որպես երգիչ, դերասան, բայց Ազնավուրը նաև մեծ պոետ էր, մեծ փիլիսոփա, մեծ կյանքը իմացող մարդ եւ պետք էր Ազնավուրին նաև ներկայացնել այդ տեսանկյունից, որ տեսեք, այս ամենի ֆոնին, որ արտիստը բեմում վայելում է այդ իր, չգիտեմ, պատկերացրեք ինչ 14-15 հազար տեղանոց դահլիճներ արեցրել Ազնավուրը, մենք 150 տեղանոցում ենք խաղում, արդեն ոգևորված ենք, բայց 14-15 հազարը դա թիվը էլի, այդ մարդը իրական կյանքում այնց տվերում, որ դուրս է գալիս կուլիս, այդ ինչ մարդ է եղել, ու ինչ մտքեր ա ունեցել, ու ոնց է կարողացել այդ մտքերը շատ դուք եթե կարդաք Ազնավուրի գրքերը, դուք կհասկանաք, որ սա մի մարդ է, ով կարողանում է կյանքի մեծագույն ճշմարտությունները այնքան պարզ բառերով բացատրել, այնքան կյանքային օրինակներով բերել, որ հայտակ ապշում ես, ասում ես, լավ, այս մեծ միտքը կարելի է, այս ուճուր նախադասությամբ տեղ այսինքն առօրյա կյանքը, չէ՞, կարծես թե հանճարեղ կերպով ներկայացրել է, շատ պարզ, լակոնիկ։ Լավ, երկուսով ինչպես էիք այդքան նմանվել Ազնավուրին բեմում։ Մենք հիմա նստած ենք Դավիթի հետ, Ներսեսի հետ, տարբեր մարդիկ են, բայց բեմում ես ձեզ նմանեցնում էի Ազնավուրին։ Մարմնավորում էին մեկ մարմնով։ Ամեն ինչով նմանեցնում էի Ազնավուրին։ Ո՞նց եք ստացել այդ։ Կարող շատ էիք Դա ֆանատիկ վերաբերմունքն էր Ազնավուրին։ Շատ է Ազնավուրը, էլի որ լավ մենք երկրպագվենք, մեր սրտում է ինքը ոնց որ հա, այս մեր հոգին է, այսպես չգիտեմ։ Ես ձեզ մի հետաքրքիր բան ասեմ, որ ասացիք հիմա մենք նման ենք, չէ՞, օրինակ ես Ազնավուրին բացահայտել եմ Վարդան Պետրոսյանի միջոցով։ Եվ հիմա եթե դուք մտովի հիշեք Վարդան Պետրոսյանին, Վարդան Պետրոսյանի դերակատարումները, որը նաև շատ հրաշալի Ազնավուր է երգում, կտեսնեք, որ կստացվի, որ Վարդանն էլ, Ներսեսն էլ, ես էլ նման ենք իրար։ Այսինքն այն մարդիկ, ովքեր որ ֆանատիկորեն վերաբերվում են Ազնավուրին, ովքեր որ իրենց ինչ-որ բան վերցնում են, մեկ էլ սկսում են նմանվել իրար։ Էսթետիկ, ընդհանուր մի բան է մտնում, չգիտեմ, չեմ կարող, եւ էսթետիկա, եւ շարժ ու ձևի մեջ, եւ հանդիսատեսին վերաբերվելու մեջ, ինչ-որ մի ուրիշ բան է մտնում, ուրիշ կուլտուրա է։ Որ դա Ազնավուրի ֆենոմենն է։ Շարլ Ազնավուրին բերեցիք մեր քաղաք, վարակեցիք, մեր բեմը լցրեցիք Ազնավուրով, իսկ ինչ ստացաք մեր հանդիսատեսից։ Ընկալեց։ Ձեր հետ ապրեց։ Էներգետիկա ստացաք։ Որ ասենք չէ, ընկալեց։ Ես մի բան ասեմ, որ Ներսեսը չի տեսել հաստատ, որովհետև ինքը շատ ուրիշ էմոցիայով երգում է։ Շատ ուրիշ էմոցիայով երգում էր Լա Բոեմը եւ դե ես անկյունային եմ կանգնած էտյուդ ենք անում, ես աչքի պոչով տեսա, որ Միկին նենց է լացում, նենց էր արտասվում, ես ապշած էի, որ այտենց կարա պարզապես ու այդ լաբոեմի էֆեկտն է դա, որովհետև բոլորը հիշեցին իրենց երիտասարդ տարիները, մանավանդ որ այնտեղ մենք երգում ենք եւ հայերեն եւ ֆրանսերեն, որոշակի իմաստով իմաստային ընկալումը մեկի ասում եմ, վայ սրա մասին էր իրականում, որ ախ մենք միշև լուսադեր նստած գտա մի հատ ու սկսի որ տեսա հուզվում, որ տեսա այդ կինը հուզվել է այդպես, ուղղակի այսօրվա մեր ներկայացումը ստացած է, Հերիկ Մալյանն ասում էր, ինձ մի հոգի է պետք, ընդամենը մի հոգի, եթե ես այդ մի հոգուն կարողացա հուզել, ծիծաղեցնել կամ ապրեցնել, արդեն հրաշք է։ Ինչ կմաղթեք մեր փառատոնին։ Շատ երկար տարիների կյանք։ Այո, շատ բարի սկիզբ լինի դա։ Սա ես կարծում եմ շատ լավ սկիզբ է եղել, որովհետև այն ներկայացումները, որոնք եկել են, ես մեծամասամբ դիտել եմ բոլոր ներկայացումները, բոլոր թատրոնների, շատ լավ ներկայացումներ են եկել, կարելի ասել, եւ դեռ սպասվում են գալ, օրինակ Համազգային թատրոնի հաղթանակի Գենեզիս ներկայացումը ֆանտաստիկ ֆենոմենալ ներկայացում է, որտեղ էլի պարզ միայն խոսքի միջոցով, միայն
իրական պատում բերելով կարողանում են հանդիսատեսի էմոցիաների հետ այնպես խաղալ, որ դա ուղղակի ֆանտաստիկ է եւ այս մեկնարկը որ տրվել է, այսքան լավ ներկայացումներով տրվել է, ամեն տարի թող լինեն ռեժիսորներ եւ մանավանդ երիտասարդ ռեժիսորներ, ովքեր կբեմադրեն հատուկ այս փառատոնի համար ներկայացումներ։ Այո, եւ հենց կամերային ներկայացումներ, կասեն, այ մյուս տարի մարտին էլի լինելու է, եկեք հատուկ դրա համար ներկայացում բեմադրենք։ Ու իրենք դաջող։ Շնորհակալություն։ Ոչ խոսացի, սպասեցի խոսեմ, Եթե ինչ-որ բան մնաց։ Չէ, ես ես դա խոսում եմ, ես լսում եմ։ Այնպիսի տպավորություններ դուք գերազանց տիրապետում եք ֆրանսերենի։ Գերազանց կոմսե, հա։ Լինում է որ շփոթեք բառերը հայերեն։ Հա, իհարկե, այդտեղ մի բառ կա, որ միշտ բան այդպես սենս ալնում է։ Ես չի պատտվում այդ ընթացքում, արագ ռիթմը արագ անում, ու մեկը ասում դերա, միտս գալու ասում արա չէ։ Չէ, շատ հետաքրքիր է, մի բան, բայց ինքս որ բան եմ պերֆեկցիոնիստ ոնց են ասում հայերեն։ Պերֆեկցիոնիստ էլ ասա գնա, բացարձակ։ Ամեն ինչում կատարյալին ձգտող է։ Հա, կատարյալին ձգտող։ Ես միշտ ինձ դժգոհ եմ լինում։ Ես օրինակ երեք էլի բաներ կար, որ դուրս չէր գալիս, ինչ որ անում էի, բայց հանդիսատեսը նայում էր իացած բա։ Բայց դա իմանալ ես գիտեմ որ ռեժիսոր էլի ինչ ա եղել բայց հանուն արդարության ինքը հայերեն տեքստեր ավելի շատ է խառնում քան ֆրանսերեն այդ տարօրինակ բան է որ այդ բայ ազդեցության տակ է չգիտեմ Շնորհակալ ենք ձեզ շնորհակալություն երեք բեմում ինչ կատարվեց դյութեց մեզ գայթակղեց եւ տարավ մի ուրույն աշխարհ շանսոնիեի աշխարհ Փարիզ Արտուրի հետ գնացինք Փարիզ Սիրելի հեռուստադիտող այսպեսով ավարտում ենք առաջին հատվածը մեր հաղորդման եւ կանցնենք շուտով երկրորդ հատվածին Հեռու չգնաք Հարգելի հեռուստադիտող, մենք վերադարձանք տաղավար եւ այսօր կզրուցենք այսօր կայանալիք Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի կնոջս անունը Մորիս է ներկայացումից։ Իսկ մեր տաղավարում են մեր չքնաղ աննման դերասանները Իշխան Ղարիբյանը եւ Սամվել Դանիելյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Լավ։ Հրաշալի։ Հրաշալի, որովհետեւ կապանում ենք։ Դուք եք սիրում կապանը։ Ես այո վաղուց եմ սիրում, իսկ Իշխանը չգիտեմ սիրում ա թե չէ, այդ ողին խոստովանի։ Ես շատ եմ սիրում կապանը, ուղղակի փոքրիկ ուղում անեմ, չքնաղը ես եմ, աննմանը Սամվելը։ Ինչ եք բերել մեզ, ինչ եք բերել կապանի հանդիսատեսին այս փառատոնի շրջանակներում։ Որպեսզի չհնչի որպես տենց ինքնագովազդ կամ բան, բերել ենք լավ որակով կատակերգություն, ֆրանսիական ֆրանսահայ դրամատուրգ ժամանակակից մեր դրամատուրգ Ռաֆի Շարտի համանուն պիեսի հիման վրա բեմադրած, որը շատ ու շատ թատրոններում, համաշխարհային թատրոններում այդ ներկայացումը գնում է ունենք նաև Պարոնյան թատրոնի խաղացանկում Հակոբ Ղազանչյանի բեմադրությամբ։ Իսկ առանց փակագծերը բացելու, որ հանդիսատեսի մոտ մնա այդ ինտրիգը, կարող եք երկու բառով ձեր կերպարները մի քիչ բացել։ Քոնը ավելի բաց կերպարա դու բաց։ Ես կբացեմ։ Մորիսի դերակատարի ես եմ, որը սոցիալական մի ընկերության աշխատող է, որ պատահաբար հայտնվում է մի բնակարանում եւ անհրաժեշտություն է առաջանում շատ արագ կերպարանափոխվելու եւ վերածվելու կնոջ։ Շատ կարճ բացեցի փակագծերը, բայց քանի որ ամբողջ հետաքրքրությունը միայն դրա մեջ չէ, ես դրա համար բացեցի ճակերտները, այնտեղ շատ անսպասելի իրադարձություններ են, շատ ծիծաղ, ուրախություն, իսկ այն հարցին թե ինչ ենք բերել ձեզ բերել ենք շատ թեթև, անհոգ ներկայացում, որի ընթացքում վստահ եմ բոլորը լիցքաթափվելու են ու ունենալու են շատ բարձր տրամադրություն։ Ինչ կմաղթեք փառատոնին։ Երկարակեցություն։ Ես ուրախացա այդ լուրը, երբ որ լսեցի, պարոն Ղազանչյանը ասաց, որ բոլոր նախադրյալները կան, որ լինի ամենամյա ու ըստ երևույթին կլինի ամենամյա,
Նաև որոշակի, ինչքան հասկացա աշխատանքներից հետո, նաև միտում ունի փառատոնը դառնալու միջազգային։ Դա երազանքի պես բան է, որ դե ավելորդ եմ համարում ասեմ իմ վերաբերմունքը քաղաքին եւ հատկապես թատրոնին, Կապանի թատրոնին, ու ինչքան շատ լավ բաներ լինեն թատրոնում, այնքան ես շատ ավելի ուրախ ու անհոգ կապրեմ Երևանում։ Եվ քանի որ վստահ եմ, որ Կապանում կայացավ կամերային ներկայացումների փառատոնը, հա, ուզում էի ճիշտ արտահայտվել, վստահ եմ, որովհետև բազմիցս ներկայացումներով հանդես ենք եկել Կապանում ու տեսել ու հասկացել ենք, թե Կապանի հանդիսատեսը ինչքան թատերասեր է։ Եվ սա ռեալ իրապես տոն է Կապանի բնակիչների համար, եւ եթե այս դեպքում գաղափարը ծառայում է նպատակին, վստահաբար դա կայացած է համարվում, այսինքն վստահ եմ, որ շարունակական կլինի փառատոնը։ Կուզենայի նաև որ կներես ընդհատեցի, կուզենայի որ Սամվելը նշեց Կապանի հանդիսատեսի համար, կուզենայի նաև հանդիսատեսի առումով ընդլայներ աշխարհագրությունը, այսինքն ոչ միայն Կապանում ապրող մարդիկ, այլ ինքը այնքան հնչեղություն ստանար, այնքան կարևորություն ստանար, որ ամբողջ մարզից ինչի՞ չէ գային թատրոն, կան Կապանի թատրոն, փառատոնին նային, մասնակցեին, ուրախանային, հուզվեին, մի խոսքով ապրեին այդ տոնով, այո։ Դե կարծում եմ այն թատերական աժիոտաժը հիմա որ տարածված է օդի մեջ, այն ինչ որ տեսնում ենք մենք արդեն 2 օր է այստեղ, վստահաբար կարելի է ասել, որ բավականին լավ տարածում է ունեցել ու կհաստատվի ինքը։ Ինչպես է առհասարակ վերաբերվում փառատոներին, մանավանդ մարզային փառատոներին։ Ինքը շատ ռիսկային է, անկեղծ ասած, բայց ոչ մի փառատոն չունի աշխարհագրական կոնկրետ դիրք եւ պետք չի մտածել, որ դա մարզային է, քաղաքային է կամ եվրոպական է, որովհետեւ յուրաքանչյուր փառատոն ինքը չի ծառայում միայն այդ քաղաքի գործունեության համար, այսինքն կա հնարավորություն տարբեր տեղերից գալու, ուստի բոլորովին էական չի, դա մարզային փառատոն է կամ այդպես պետք չի անվանակոչել, սա փառատոն է, որի շրջանակներում հնարավորություն կա մասնակցելու։ Դե ինչ, սիրելի հեռուստադիտող, ճակերտներ շատ չենք բացում, կհանդիպենք ներկայացմանը։ Նրանք, ովքեր տոմսեր ունեն, այսօր կարող են դիտել Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի «Կնոջս անունը Մորիս է» ներկայացումը։ Իսկ մենք, սիրելի հեռուստադիտող, կհանդիպենք վաղը նույն ժամին, նույն վայրում։ Հաջողություն։